Բարև ձեզ ժողովուրդ, բարև ձեզ։ Ասել են մեզ, որ այստեղ դանդուրներ կան։ Ուզում եմ դանդուրներ հավաքենք։ Գիտեք ինչքան առողջարար է։ Մի փոքր դանդուրը հավաքում ենք, փոքր 2 րոպեով եռմանջերի մեջ մտցնում եւ այն սարքում աղցանի տեսքով, սոխով, սխտորով, քացախով, բոլորը գիտեն մի փոքր աղ, լավրովի լիստ եւ այլն եւ գիտեք ինչի համար է օգտակար։ Սրտի։ Եթե սիրտը նորմալ չի աշխատում, ամենավտանգավորն է, որ այն տալիս է մահվան ելք։ Բոլորի մոտ ահ է լինում, որ սիրտս լավ չի աշխատում, օй արագ բժշկի։ Իհարկե, չպետք է խաղալ սրտի հետ, պետք է գնալ բժշկի, պետք է ստուգել սիրտը ինչ վիճակում է, պետք է կարգավորել սրտի աշխատանքը։ Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր մարդ ոչ թե կարգավորել, այլ մինչև սրտի վատ աշխատելը դիմել բժշկի, կատարել էխոսրտագրություն, իսկ դուք գիտեք, որ մեր մոտ բավականին մեծ ակցիաներ են, կարող եք գալ, կարող եք դիմել, կարող եք իհարկե ձեր սրտի վերաբերյալ բոլոր տեղեկությունները իմանալ, բայց դա չի խանգարում, որ օգտագործենք դանդուր։ Իհարկե իր ճիշտ անունը, գրական անունը, ես անկեղծ ասած չգիտեմ, օ ինչքան շատ փնջովաճել է, ահա, բույսերի հետ քաղեցի, բույսերը թափենք, դանդուր։ Բոլորը միասին մենք օգտագործում ենք աղցանի տեսքով, կարող ենք նաև փոքր ինչ հոգեխաշել, աղցան անել եւ հենց այսպես սող, սխտոր, համեմ, տարբեր մաղադանոց կանաչիներ լցնել հետը եւ այն օգտագործել։ Օգտագործում ենք իհարկե բնության տված նվերը, հրաշք բնության տված նվերը, որովհետև եթե ասում ենք կոնկրետ, որ այն սրտին օգտակար է, որ այն այրան ճնշումը իջեցնում է, որ այն բարերար է ասում ամբողջ օրգան համակարգի վրա, բայց ավելացնեմ, որ այն բազմաթիվ ֆունկցիա է կատարում, չէ՞ որ վիտամին C է, կանաչը վիտամին C է, նրա մեջ կա B խմբի վիտամիններ, նրա մեջ կա միկրոէլեմենտների հզոր քանակություն, որը եւ նервային համակարգն է լավացնում, եւ աղեստամոքսային տրակտն է լավացնում, եւ գլխուղեղի սնուցումն է լավացնում, եւ հիշողությունը, եւ տեսողությունը, պատկերացնում եք, եթե այս մի բույսով այն էլ մեր մոտ կարելի ասել, այս բույսը արժեք չունեցող կոպեկներ, նույնիսկ անգամ առողջության համար, օրինակ ինչպես ես եկել եմ եւ խաղում եմ, որովհետեւ անձամբ ես ուզում եմ հողակցեն, անձամբ ես ուզում եմ իմ բիոհոսանքները կպնեն եւ ոչ թե ուրիշի, չէ՞ որ բոլորս գիտենք, եթե ուրիշ մարդ խաղում է, իր բիոէներգիան էլ է նաեւ տրվում այս բույսին, եթե ինքը հոգնած է, եթե ինքը նervենացած է, եթե խաղողը տրամադրությունը վատ է, ապա կարող է փոխանցվել նաեւ մեզ, իհարկե։ Ես մտածել եմ, ինչու՞ ես ինքս խաղեմ, ես ինքս պատրաստեմ եւ ես ինքս էլ կհամտեսեմ, կհյուրասիրեմ նաեւ ձեզ վաղը, ով որ գա մեր կենտրոն, համեցեք, ես ձեզ հյուրասիրում եմ։